Նոյան տապանում հյուրընկալել եմ Միտք վերլուծական հետազոտական կենտրոնի ղեկավար քաղաքագետ Լիլիթ Դալաքյանին։ Տիկին Դալաքյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Փաշինյանն ընդունել է Թրամփի ստեղծած Գազայի խաղաղության խորհրդի որպես հիմնադիր անդամ միանալու այդ հրավերը։ New York Times-ը, որը ծանոթացել է խորհրդի կանոնադրությանը, գրում է. Թրամփը հրավիրում է երկրներին միանալ 3 տարվա ժամկետից ավելի, եթե նրանք պատրաստ են առաջին տարում վճարել ավելի քան $1 միլիարդ։ Խորհրդի կանոնադրությունը հրավերների հետ ուղարկվել է հավանական անդամներին շաբաթվա վերջին։ Ինչ եք հասկանում այս լուրից, այս տեղեկությունից, նաև Փաշինյանի այդ հրավերը ընդունելը։ Ճիշտն ասած, հրավեր ստացողները շատ բարդ իրավիճակում են հայտնվում, որովհետև չես կարող ասել ոչ, նույնիսկ Ռուսաստանի նախագահը չի ասում ոչ։ ԱՄՆ-ն գերտերություն է, սա Տրամփի հանդեպ սիրուց չի, որ ընդունում են պետությունները այդ հրավերը, ով էլ չի ընդունում, նա ասում է ես 200% մաքսատուր կիրառեմ, այսինքն այստեղ շանտաժի ենթարկելու մեթոդն է, այո, պարտադրանք։ Այդտեղ անդամավճարի մասին դուք խոսեցիք, չգիտեմ Հայաստանը վճարելու է թե ոչ, 3 տարով է միանալու, թե սկզբում կասի ես մի տարով եմ միանում, օրինակ չի վճարի, չգիտեմ, այդտեղ ես ճիշտ ասած չեմ էլ ուսումնասիրել, ինչու, որովհետև դա լուրջ չեմ համարում այս մարմնի ստեղծումը։ Գազայի խորհուրդ առանց Իսրայելի չի կարող գործել, Իսրայելը ասում է ես չեմ մասնակցելու, ես հավանություն չեմ տալիս։ Համասը ինքը զենքերը վայր չի դրել, ինչ խորհրդի մասին է խոսքը, այսինքն սա ինչ-որ PR ակցիա է, շատերն ասում են մայքին այլընտրանք է, ստեղծվում, Ռուսաստանը հրավիրվում է խաղաղության խորհրդի, Ռուսաստանը որտեղ, խաղաղությունը որտեղ, ավելին ասում են, որ այս Գազայի խորհուրդը նաև Ուկրաինայի վրա է տարածվելու, այսինքն միայն Գազա անունը չի լինելու, Ուկրաինան, Թայվանի շուրջ, այսինքն բոլոր կոնֆլիկտները ղեկավարվելու են կամ լուծվելու են կոնֆլիկտները այս խորհրդի կողմից։ Քաղաքական լուծումների մասին է խոսքը, Տիկին Դալաքյան, այսինքն ֆունկցիան ո՞րն է այս խորհրդի։ Որևէ մեկը չգիտի, դա ինչ որ բուտաֆորիա է, ես չեմ կարող դրա մասին լուրջ խոսել, որովհետև չկա այդպիսի բան։ Դոնալդ Տրամփը սիրում է այդպիսի հայտարարություններ, օրինակ հիշում եք Ուկրաինայի հետ այդ ուրեմն մետաղների հետ կապված ուրեմն գործարքը ինչքան էր նա պարտադրում, ստորագրվեց եւ ինչ դա տվեց, որևէ լուրջ գործնական քայլեր չեն կատարվում այնտեղ։ Այսինքն Տրամփը սիրում է իր ժողովրդին մատուցել, որ ես այսպեսի ինչ որ լուրջ բաների եմ հասնում, կամ եթե Ուկրաինայի վրա էլ է դա տարածվելու, Ռուսաստանի ղեկավարը ո՞նց է մտնում այդ խորհրդի մեջ։ Հիմա կարող ենք ասել դա կօգնի, որ կոնֆլիկտ չլինի, Ռուսաստանը ՄԱԿ անդամ է, եթե այդպես նայենք, ԱՄՆ-ն էլ է ՄԱԿ անդամ, կամ նախագահ Տրամփը իրենց հմա ղեկավարը է այդտեղ նշանակել։ Այսինքն սա ինչ որ վեր պետական մարմին է, որտեղ ԱՄՆ նախագահը հետագամ 3 տարուց հետո նա չի լինելու նախագահ, դա գործելու է թե ոչ, ես կասկածում եմ։ Օրինակ պատկերացրեք դեմոկրատ նախագահ ընտրվի, կամ հանրապետական, որը Տրամփի քաղաքականությունը չի շարունակելու, այդ խորհուրդը ոնց ինչպես է գործելու, բայց որևէ երկիր այսօր չի կարող Տրամփին ասել ոչ, առավելևս Հայաստանը, որը մեծ կախում ունի ամերիկյան օգնությունից, որովհետեւ մենք դուրս գանք ռուս-թուրքական ակցիանից, դրա համար Նիկոլ Փաշինյանը այլ տարբերակ չէր կարող ունենալ այստեղ։ Տիկին Դալաքյան, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները արժանացել են մարդկային եղբայրության Զայեդ մրցանակին, սա անկախ եւ միջազգային մրցանակ է, որը շնորհվում է տարբեր երկրներում տարբեր անհատների եւ կազմակերպությունների, որոնք օրինակ են ծառայում, համագործակցում են, կամուրջներ են հարթում, ստեղծելով իրական մարդկային կապեր, հաճախ անձնական զոհողությունների գնով։ Ես ուղղակի ուզում եմ հիշեցնել, որ խաղաղության համաձայնագիրը, որի համար Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները արժանացել են այս մրցանակին, նախաստորագրված է եւ ստորագրված չէ, եւ երկրորդ արդյոք նաեւ այս տեսակ ուշադրությամբ այս միջազգային դերակատարները փորձում են կառավարելի պահել գործընթացները, այդ թվում խաղաղությունը դարձնել երկարաժամկետ եւ կողմերին թույլ չտալ մոռանալու ստանձնած պարտավորությունների մասին։ Որքանով է Ալիևը նեղ սրտում, երբ իրեն մեղադրում են, որ ինքը չի կատարում ստանձնած պարտավորությունները, որքանով տեղյակ եմ, նա ուշադրություն չի դարձնում դրան։ Բայց այո, գուցե սա փափուկ ուժ կարելի է համարել, Տրամփն էլ որ հաճախ ասում է վերջ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղություն է հաստատվել, գուցե հուսով եմ նպատակը ոչ թե այն է, որ ԱՄՆ նախագահը չի գիտակցում, որ խաղաղություն դեռ չկա, այլ ուղղակի փորձում է այսպես ճնշել Ադրբեջանին, հասկացնելով, որ դե
Հայաստանի ճնշելու բան չկա, Հայաստանը պատրաստ է։ Իդեպ խաղաղություն չի հաստատվել Ադրբեջանի պատճառով, Ադրբեջանը չի ստորագրում պայմանագիրը, այսինքն Ալիևը եթե ցանկությունն ունենար, սահմանները կլինեին բաց, բոլոր գերիները փոխանակված կլինեին, անիմաստ հայտարարություններ երկաթուղ պատկանելիության մասին չէին լինի, անկլավների, ինչ որ արևմտյան Ադրբեջանի պրովոկացիոն հայտարարություններ չէին լինի, միջանցքների եւ այլն։ Այսինքն հուսով եմ, կրկնում եմ, սա նպատակ ունի իրոք զսպել Ադրբեջանին, ոչ թե իրոք հավատում են աշխարհում, որ Ալիևը այդպես 1 րոպեում դարձել է կոնստրուկտիվ եւ այդ հայտարարությունները, որ մենք ուժով կբացենք միջանցքը, եթե դա մեզ չտան, ոչ թե նա փոխել է իր տեսակետը, այլ դա ճնշման արդյունք է։ Բայց Ալիևը այսօր խոսել է հաստատված խաղաղության մասին, նշել է, որ իրենք վերացրել են բոլոր սահմանափակումները Հայաստան բեռների տարանցման հետ կապված, նաև առաջին կարգի մթերքներ են մատակարարում, օրինակ նավթամթերքը, եւ ասում է աննախադեպ է, այո, մենք սովոր չենք ապրել խաղաղության պայմաններում, հիմա ապրում ենք խաղաղության պայմաններում, ու սա հետևել է այս ամենին։ Ադրբեջանը 1 տարի է խոսում է հաստատված խաղաղության մասին, զուգահեռաբար ես կետերով նշեցի, խոսում է այնպիսի բաների մասին, որոնք խանգարում են խաղաղությանը։ Դուք երկաթուղու մասին ասացիք, ես այստեղ ուզում եմ ձեր Facebook-յան գրառմանը հղում անելով, դուք անդրադարձել եք նախկին արտգործնախարարի, Ադրբեջանի արտգործնախարարի հայտարարությանը, կխնդրեմ այ համատեքստում մանրամասնել կոնկրետ երկաթուղու հետ կապված, ինչ են ուզում ասել։ Հիմա կգամ երկաթուղուն, մեր Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սահմանները բաց չի, տարանցիկ երկիր լինելու մասին չի խոսքը, առանձին մատակարարումների մասին չի խոսքը, պայմանագրեր պիտի կնքվեն միջպետական։ Դրա համար սահմանազատում պիտի լինի, որպեսզի խնդիրներ չառաջանան այդ փոխանցումների ժամանակ, բայց Ադրբեջանի նախագահը չի կարող ԱՄՆ ղեկավարին ասել, ոչ, խաղաղություն հաստատված չի, ես չեմ բացելու սահմանը։ Այսինքն, այստեղ խոսքի մակարդակը Վլադիմիր Պուտինն էլ ասում է, մենք ուզում ենք խաղաղություն հաստատել, զուգահեռաբար գիշերը մարդկանց ռմբակոծում է բառը եւ խոսքերը, քայլերը պետք է համապատասխանեն։ Եվ այո, այստեղ Ադրբեջանը, որը դեմոկրատական երկիր չի, հենց այնպես Մամեդյարովը 4 տարի լռելուց հետո հայտարարություն չի անում, որ մենք պիտի քննարկենք Ռուսաստանի հետ։ Իդեպ Հայաստանում չքննարկվեց նրա հայտարարությունը, երկաթուղու պատկանելիության հարցը այդտեղ պատմականորեն 1938 թվականից է խոսում, անհասկանալի եւ իրավաբանորեն շատ ծիծաղելի, բայց Մամեդյարովը ինքը ներողություն հիմար անձնավորություն չի։ Ուրեմն ոչ թե իր շուրթերով է փորձում Ալիևը ասել այնինչ իրենք մտածել են Ռուսաստանի հետ, որովհետեւ Մամեդյարովն ասում է ռուսական կողմի հետ պիտի քննարկենք։ Պարզ է, որ ռուսական կողմը կցանկանա դա քննարկել, որպեսզի դա վաճառի հայկական կողմի, ինչու նաեւ չէ, ամերիկյան կողմի վրա, որովհետեւ ակնհայտ է, որ ռուսական կողմին ձեռնտու չի ոչ սահմանների բացումը, ոչ էլ թրիփը։ Դրա մասին բոլորն են խոսում, նույնիսկ Ռուսաստանում ասում են մեր շահերը պիտի հաշվի առնեն։ Այսինքն հենց այս հայտարարություններն են, ոչ թե պեսիմիստ եմ եւ ասում եմ պեսիմիստ եմ, որ խաղաղություն չկա, մենք պիտի գնանք գրավենք Բաքուն, այլս Ադրբեջանի ղեկավարի քայլերը եւ նրա թիմի, նույնիսկ նախկին թիմի անդամների խոսքերին վերաբերում են լրջորեն։ Այսինքն հնարավորության դեպքում Ալիևյան ռեժիմը մեծ սիրով կփորձի չեղարկել թրիփը, կփորձի խոչընդոտել թրիփի իրականացմանը։ Գործնական քայլեր Ադրբեջանը չի արել խաղաղության ստորագրման ուղղությամբ։ Գերիներին ազատ են արձակել ամերիկյան կողմի ճնշման ներքո։ Վերջին գերիների մասին։ Այո, ոչ բոլոր գերիներին։ Դե դա տեղի ունեցավ հայ-ամերիկյան համաձայնագրի թրիփի վերաբերյալ ստորագրումից հետո, մինչև այդ ինչու չէին ազատ արձակում, ինչու է 2 գերի, 3 գերի, 4, ոչ թե բոլորը։ Այսինքն այդ հայտարարությունների մասին նորից չկրկնեմ Ադրբեջանից հնչող անկլավների արևմտյան Ադրբեջանի հարցի մասին եւ այլն։ Այսինքն բոլորն էլ նշում են, որ Ալիևը իր կամքով չի հրաժարվել միջանցքից։ Մարդը չի կարող իր տեսակետը մեկ շաբաթում փոխել։ Մինչև այդ եթե նա նշում էր, որ ուժով կբացենք, պիտի բոլորը վերադառնան տեղահանվածները, անկլավներից էր խոսում, հաջորդ 3 օրում նա չի փոխում իր տեսակետը։ Փոխում է ճնշման ներքո կրկնեմ, կլինի այդ ճնշումը, կլինի նա խաղաղասեր, չի լինի ճնշումը, կլինեն այլ կենտրոններ, որոնք իր վրա կազդեն, որոնց հետ նա մեկ բարիշում է, մեկ կռվում է ներողություն, նա կփոխի իր քաղաքականությունը, որովհետև Ալիևը առավելապաշտական նկարտումներ ունեցող ղեկավար, իդեպ Էրդողանն էլ ինչու՞ չի Թուրքիան սահմանը բացում, որովհետև իրենք իրենց մտքում դեռ կարծում են, որ Տրամփն է 3 տարուց կգնա, կարող է շուտ էլ գնա, Տրամփն է կարող է Պուտինի հետ մի օր պայմանավորվի, չես կարող փոփոխական է եւ այս պայմաններում մտածել, որ վերջ Ալիևը համոզվել է, որ այլևս խաղաղություն է լինելու, ես չեմ կարող ասել։
Հիմա թրիփի վերաբերյալ այդ նոր կամ այսպես ասած լրացված հայտարարությունը որքանով է բխում Հայաստանի շահերից, տարբեր վերլուծություններ, գնահատականներ հնչեցին, այնտեղ մասնաբաժինների մասին խոսվեց, այդ ուղղությամբ քննադատեցին Հայաստանի իշխանություններին, եղան նաև պաշտպանողներ, որ բնական է ներդրումների մեծ ծավալը անում է ԱՄՆ-ն, այդ բաժնեմասերի բաժանումը նորմալ է, 49 տարի հետո հարաբերակցությունը կարող է փոխվել, երբ ԱՄՆ-ն վերադարձնի իր գումարները, եւ նաև այս հայտարարությունը արդեն երկրորդ անգամ քննարկվում է Ադրբեջանի եւ Թուրքիայի ներկայացուցիչների միջև, նրանք քննարկում են ունենում, մտահոգություններից դրդված են քննարկում եւ ձեր գնահատականը հենց նոր հայտարարության հետ կապված կամ լրացված։ Ես տնտեսագետ չեմ, բայց մի քանի 100 միլիոն դոլարի ներդրման մասին է կարծեմ խոսքը գնում եւ պարզը որ 49 տարի հետո չի, եթե այդ ճանապարհները բացվեն, այդտեղ մեծ ապրանքաշրջանառություն է անցնելու, չեմ կարծում որ 49 տարուց է Ամերիկան իր ներդրումները Միացյալ Նահանգները այդտեղից դուրս բերելու, կրկնեմ, դա տնտեսագիտական հաշվարկներ պիտի լինեն։ Հաջորդը շատ կան միջազգային պայմանագրեր, որտեղ ներդրողը ինքը ներդրումների ուրեմն ծավալի հետ կապված չի կարող տվյալ պետությանը, որի տարածքային ամբողջականության համատեքստում է եւ որը ինքն է տրամադրում հողատարածքը, այսպես ասենք, ուրեմն ներդրող կողմին ունի այսպիսի ցածր մասնաբաժիններ։ Խոսքը ոչ թե ներդրման հետևանքն է, պատճառը այն է, որ Հայաստանը պարտվել է պատերազմում եւ Հայաստան չի կարող լինել թելադրող կողմ։ Ամերիկայում հատկապես Տրամպը, որը բիզնես մտածելակերպ ունի, ոչ թե միջազգային իրավունքի մասին է խոսում, գիտեն, որ Հայաստանը կախված է, մեծապես կախված է ամերիկյան կողմի աջակցությունից։ Եվրոպական էլ, բայց հիմնական ուժային առումով ամերիկյան եւ պարզը, որ լինելով Ամերիկայի նախագահ, Տրամպը իր երկրի շահերը պիտի առաջ տանի։ Բայց գուցե փոխվեն այս հարաբերակցությունը փոխվի, որտեղ սա հռչակագիր է, սա պայմանագիր չի, այդտեղ կա կետ, որ այս հռչակագիրը չի սահմանում իրավունքներ եւ պարտականություններ կողմերի համար, այսի շրջանակ չի սահմանվում։ Նոր պայմանագիր պիտի կնքվի արդեն ռեալ, որը կվերաբերի թրիփի գործունեության։ Այնտեղ նշում են, որ թրիփի գործունեությունը կախված է հայ-թուրքական հարաբերությունների եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումից։ Քանի դեռ չի եղել հայ-թուրքական սահմանի բացում, թրիփը Թուրքիայով է Ես չեմ պատկերացնում ուրիշ որտեղով պիտի որ նայում ես լոգիստիկ ճանապարհներն եւ ասում են միջին միջանցքը Թուրքիայով է անցնելու։ Եթե Թուրքիան չի մտնում, չի շտապում սահմանը բացել թրիփը ինչպես է գործելու։ Այ եթե Տրամպը ճնշի Էրդողանին այդ լծակներն ունի, միանշանակ ես կողմ եմ, բայց դեռ ես այդպիսի քայլեր չեմ տեսնում։ Ադրբեջանական կողմին են կարող են ճնշել, ասել ինչ կապ ունեն հանրաքվեի արդյունքները։ Մի կարևոր բան մենք պիտի չմոռանանք։ Ադրբեջանը հանրաքվեի արդյունքներով է պայմանավորում խաղաղության պայմանագրի ստորագրում։ Իսկ եթե հանրաքվեի արդյունքներ ժողովուրդը մերժի, օրինակ, այսինքն կամ երբ է լինելու հանրաքվեն ընտրություններից հետո, գուցե 1 տարվա ընթացքում, այսինքն մոտ 1 տարի մենք դեռ չենք ունենալու խաղաղության համաձայնագիր։ 1 տարում ինչ կփոխվի աշխարհում, այն աշխարհում, որտեղ 2 ժամում բան է փոխվում, չես էլ հասցնում հետևես։ Արկախված վիճակ է աշխարհում, բայց այն, որ սա դրական քայլ է, այն, որ Հայաստանը պիտի ամեն ինչ անի, որ ամերիկյան կողմին բերի տարածաշրջան, այստեղ որևէ կասկած չի կարող լինել։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուրբախ։ Գտնվում է գերազանց վիճակում։ Կինը 15000 ԱՄՆ դոլար։ Հեռախոսահամար 094 115 310։ Երևան փոստը Գրանադա Հյուզում տեղեկացնում եմ։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Ջակփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն,
կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Glendale-ի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252 Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Glendale-ում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Իսկ Թուրքիայի ուղղությամբ որ պայմաններում կամ որ պարագայում ակնկալել Թրամփի կողմից ճնշման գործադրում։ Ցավալիորեն այսօր միջազգային ասպարեզում ես չեմ տեսնում, որ Ամերիկան կճնշի Թրամփը Էրդողանի, որովհետև Թուրքիան իրեն շատ անհրաժեշտ է Սիրիայում։ Ես կանխատեսում եմ, որ այնտեղ ինչ-որ գործողություններ տեղի կունենան։ Ճիշտ է, ԱՄՆ-ն զսպում է թուրքերին քրդերի հետ կապված Սիրիայում, բայց օրինակ ռուսների շահերի դեմ գործելու առումով հաստատ կօգտագործվի Թուրքիան։ Հիշում ենք մի օր Թրամփը ասաց, որ Էրդողանը ուժեղ բանակ ունի, դա պետք կգա Սիրիայում։ Թուրքիան կարևոր է մերձավոր արևելքում Պաղեստինի հետ կապված ԱՄՆ համար, կարևոր է Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները, այսինքն Թուրքիան մեծ դեր ունի, ՆԱՏՕ-ի երկրորդ բանակն է։ Ինչու՞ չէ կարևոր է Ուկրաինային ռազմական, ուրեմն մատակարարումների առումով Թուրքիան գիտենք աջակցում է, այսինքն արդյոք Հայաստանը կդառնա այնքան կամ այդ ճանապարհը կարևոր Թրամփի համար, որ նա կճնշի Էրդողանին, որը ինքը ցանկություն չունի բացել սահմանը, թե չէ մինչ օրս դա արված կլիներ, ես չեմ կարող ասել, բայց որ այդ լծակները կան ԱՄՆ ձեռքում, նայ տնտեսական նախ եւ առաջ դա միանշանակ է։ Գուցե սիմվոլիկ քայլեր կատարվեն այդ հաճախ որ ասում են երրորդ երկրների քաղաքացիների համար, բայց մոտ ապագայում հայ-թուրքական սահմանի բացում տնտեսական լոգիստիկ ճանապարհներ ես չեմ կանխատեսում, կրկնեմ, եթե Թրամփը մի օր իրոք չորոշի, որ ժամանակը եկել է բացել այսպես կոչված միջին միջանցքի ճանապարհը։ Իրանի հիշատակեցիք ինչ է կատարվում Իրանի շուրջ եւ զարգացումներ, այսինքն այդ բողոքի ակցիաները ճնշվեցին։ Խնդիրը այսպեսին է, Թրամփը ինչպես Վենեսուելայում, այնպես էլ Իրանում ուժային մեթոդի չի ցանկանում դիմել, որովհետև Ամերիկայում բոլոր հարցումները դեմ են դրան։ Ուրեմն ամերիկյան բնակչությունը իզոլյացիոն քաղաքականության կողմ էր ըստ էության քվեարկել։ Թրամփը դա էր խոստացել։ Հիմա զորքը ուղարկել այստեղ այնտեղ Գրենլանդիա, Վենեսուելա, Իրան, Թրամփը դա իրեն չի կարող թույլ տալ, այն էլ միջանկյալ ընտրություններից առաջ, այն էլ ցածր, շատ ցածր, նույնիսկ ասում են ամենացածր հեղինակության պայմաններում նախագահի, այսինքն նա կարճաժամկետ SVO-ներ կարող է իրականացնել։ Իրանում կարճաժամկետ չի կարող նա որևէ բան կատարել, որովհետև Իրանը մեծ պետություն է, այնտեղ բազմաթիվ խմբեր կան, բացի այդ արաբական Պարսից ծոցի երկրների ըստ էության դեմ են արտահայտվում այդ հարվածին, որովհետև ամբողջ տարածաշրջանը դա կապակայունացնի։ Դա Վենեսուելան է չի նույնիսկ, այսինքն մի քանի շերտեր կան, իսլամական պահապանների կորպուսն են, մոլլաներն են, ռեֆորմիստներն են, փոքրամասնությունների մասին միլիոնավոր չեմ էլ խոսում։ Այսինքն Թրամփը իմ կարծիքով դեռ փորձում է պայմանավորել, համենայնիվ նա ասաց, որ Իրանը պատրաստ է բանակցությունների, հուսով եմ եւ դա մեր շահերից է բխում, որ ուժային մեթոդի Միացյալ Նահանգները չի դիմի, փոփոխությունները կլինեն ներսից, այն շրջանակները, որոնք ավելի հակված են հարաբերություններ կառուցել արևմուտքի հետ, դա ռեֆորմիստներն են, նրանք կգան համաձայնության, բայց ես կարծում եմ, որ հոգեվոր իշխանությունը ամեն ինչ կանի դա խոչընդոտելու համար, Պուտինն էլ տեսնում ենք էլի ակտիվացել է, զանգահարում է, այսինքն այստեղ
եղել է, ամեն ինչ շատ բարդ է։ Պարզ է, որ նույնիսկ արդեն 20,000 զոհի մասին են խոսում, ներսում, ասում են բժիշկները հաշվարկել են, սա երբեք չի մոռացվի։ Այաթոլլան արդեն գիտի, որ ինքը ատելություն է, այսպես ասած, վայելում ճակերտավոր իր երկրի ներսում, եւ սա ուրեմն ռոմբի էֆեկտ է ունենալու, այսօր դանդաղեցված։ Երբ դա կպայթի, որ կենտրոնները կօգտվեն, միանշանակ է, եթե Իրանում լուրջ փոփոխություններ տեղի չունենան, այդ թվում տնտեսական եւ քաղաքական, վատագույն սցենարը Իրանի համար դեռ առջևում է։ Տիկին Դալաքյան, Մոլդովան մոտ ապագայում դուրս կգա ԱՊՀ-ից, այս մասին հայտարարել է փոխվարչապետը, նաև նշել, որ գործընթացը ըստ էության սկսված է։ Ռուսաստանից սպասել արձագանքի, թե նրանք այս պահին կենտրոնացած են Հայաստանը, այսպես ասած, չկորցնելու վրա։ Ավելին ասեմ, մի քանի օր առաջ նախագահ Սանդուն նշեց, որ ինքը դրական է վերաբերում Ռումինիայի հետ միավորմանը։ Սա մեծ աղմուկ է բարձրացրել, իդեպ նույնիսկ Ռումինիայում չգիտեն ինչ պատասխանել, դե գիտենք պատմականորեն Մոլդովան Ռումինիայի տարածք է եւ 30-ից 40% բնակչության աջակցում է այս հարցումների դրան։ Ռումինիան ՆԱՏՕ-ի անդամ է, այսինքն ունենալ ՆԱՏՕ-ական տարածք Մոլդովայում Ռուսաստանի շահերին չի համապատասխանում։ Մենք գիտենք Մոլդովան Ուկրաինային է սահմանակից։ Ռուսաստանը չի կարող կենտրոնանալ միտեղ, որովհետեւ Ռուսաստանը ցանկանում է լինել կայսրություն։ Կայսրություն լինելու համար միայն Հայաստանը քիչ է, Հարավային Կովկասը քիչ է։ Նախկին հետսովետական երկրները մինիմում նվազագույնը պետք է լինեն իր ազդեցության օրբիտայում եւ կարող ենք ասել, որ այսօր այսպես ամենտեղ քաոս է կարծես Ռուսաստանի համար։ Նա կորցնում է իր դաշնակիցներին, ինչու՞ չէ Կուբայում էլ։ Պուտինը իհարկե խոսեց, որ կաջակցեն, բայց ես չեմ հասկանում ինչպես կարող է նա Վենեսուելայից հետո ինչ միջոցներ ունի աջակցելու Կուբայի ռեժիմի, եթե Տրամպը իրոք որոշի այնտեղ ռեժիմ փոխել։ Իրանում ըստ էության Ռուսաստանը գիտակցում է, որ կարող են պրոցեսներ տեղի ունենալ։ Միջին Ասիայի երկրները Տրամպի հետ հանդիպեցին, Տրամպը խոսեց, որ իրեն կարևոր են ԱՄՆ-ի համար, Աֆրիկայում է կորցնում իր դիրքերը, Վագներն է այնտեղ թուլանում, կարծում եմ Սիրիայում, Լիբիայում է ակտիվանալու թնջուկը։ Այս պայմաններում Ռուսաստանը իրեն չի կարող թույլ տալ կորցնել նաև հետսովետական, հետխորհրդային երկրները։ Ինչ մեթոդների կգնան, դա արդեն կախված է փոքրամասնություններից, Գագաուզիայի վրա են հիմնականում փորձում այնտեղ շեշտը դնել, ոչ թե Մերսնեստրի, այլ Գագաուզիայի ղեկավարը գիտենք ձերբակալված է։ Գուցե ակտիվացեն այդ հարցը, որովհետև այլ լծակներ ես չեմ տեսնում Մոլդովայի ուղղությամբ։ Իսկ արդյոք Մայա Սանդուն կարող է ճնշել ուրեմն Գագաուզիայի եւ այնտեղ ռուսական Իլոն Շորի, գիտենք, գումարներով ինչ որ շարժումները, դա առաջիկայում կերևա։ Իսկ Հայաստանի ուղղությամբ ինչ գործիքներ ունեն կիրառելու, նաև այսօր Լավրովը հայտարարում է, որ Կայա Կալասը երբ ասում է, որ Մոսկվան Հայաստանում կօգտագործի կկիրառի Մոլդովայի սցենարը, պետք է հայ ժողովուրդը սրանից լուրջ հետևություններ անի, որովհետև Մոլդովայում նախագահը ընտրվել է ընտրակեղծիքների միջոցով։ Ես չեմ լսել, որ Մոլդովայում նախագահ ընտրվել է ընտրակեղծիքների միջոցով։ Լավրովի գնահատականն է։ Լավրովը լավ կլինի մի հատ Լուկաշենկոին գնահատի, հետո Մադուրոին, Ասադին նոր գա հասնի Մայա Սանդուին։ Այնտեղ եվրոպական դիտորդներ են եղել, հավնեպս ցույցեր չեն եղել Մոլդովայում, ի տարբերություն նույն Վենեսուելայի, իսկ Ռուսաստանում դե ցույց չես կարող անել, եթե քո կյանքը քեզ համար թանկ է։ Ալիևից էլ կարող է խոսի դեպ եւ Էրդողանից, այսինքն սա դնենք մի կողմ։ Պուտինը դե գիտենք 120% հեղինակություն ունի։ Ռուսաստանում ինչ վերաբերում է Լավրովի հայտարարությանը, նա իհարկե շատ նուրբ է սկսել խոսել, ասաց, որ հայ ժողովրդի իրավունքն է դառնալ Եվրամիության անդամ, այդ ագրեսիվ պահվածքը կարծես փոխում են, որովհետև գիտակցում են, որ ինչքան ագրեսիվ են, այնքան ավելի շատ են կորցնում հայ ժողովրդի համակրանքը եւ այստեղ հարցը Նիկոլ Փաշինյանը չի, եթե դու անընդհատ քո դաշնակցին սպառնում ես եւ վիրավորում ես, գուցե ժամանակն է մի փոքր փոխել քաղաքականությունը Սոլովյովի դեպքերից հետո կարծում եմ այնտեղ ինչ որ այդպեսի արդյունքի եկել են եզրահանգման, բայց այն որ Ռուսաստանը մեծ լծակներ ունի, առաջին տնտեսական Այսօր իդեպ դաշնակցության անդամներից մեկը խոսում էր գույք պարտքի դիմաց գործարքի արդյունավետություն դրական կողմերի մասին, խնդրում եմ, եթե այդպիսի կողմ կա դրական, թող իրենք բարձրաձայնեն, անդադ ասում է կամ որն է, ասեք որն էր, որ մի քանի $100 միլիոն, հենց $100 միլիոն պարտքի դիմաց գործարաններ հանձնեցիք, որոնցից մեկը $250 միլիոն էր գնահատվել, եւ ինչ ներդրում է կատարել Ռուսաստանը։ Հենց դրա պատճառով է երկաթուղին, իհարկե դա Քոչարյանի վերջին տարիներին
ջրին տրվեց Սերժ Սարգսյանի ձեռքով նաև կարող ենք ասել, ուրեմն հեծը անպայման պիտի պետականացվի, երկաթուղին անպայման պիտի պետականացվի, հետո մասնավորվի, որովհետև Հայաստանը չի կարող ինքը այդտեղ շատ ներդրումներ մեծ լծակներ ունի, վերին Լարսը ունի, միակ սահմանն է այսօր ըստ էության կարող ենք ասել, որովհետև Իրանը չգիտես ինչ իրավիճակում կլինի սանկցիաների հետ կապված, Թուրքիան, Ադրբեջանը չեն բացել սահմանը, վերին Լարսը մեզ համար շատ կարևոր է, իսկ Իվանիշվիլին ցավոք պրոռուսական քաղաքականություն է վարում, եւ Ռուսաստանը մեծ լծակներ ունի այստեղ դժգոհություններ առաջացնել, որովհետև տնտեսական հարցով դժգոհությունները իրոք խնդիր կարող են առաջացնել, դրա համար էլ Փաշինյանը չի շտապում դուրս գալ ԵՏՄ-ից, որովհետև նա լավ գիտակցում է, որ քանի դեռ Եվրամիության հետ կամ ԱՄՆ-ի չունես հաստատված տնտեսական կայուն կապեր, գոյություն ունեցող կապերի խզումը լուրջ հետևանքներ կառաջացնի։ Հիմա այդ ճնշումներին ավելի շոշափելի կտեսնենք ընտրություններին ավելի մոտ ժամանակահատվածում, թե եթե Հայաստանը պետական պաշտոնական մակարդակով շատ այդպես վնաս չտա ռուսական կողմին, իրենք չեն գտնի պատրվակ, որպեսզի այդ տնտեսական ճնշումները ավելի ռեալ դարձնեն։ Գիտեք, ես վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանը չէր ցանկանում վնաս տալ Ռուսաստանին։ Վնաս տալը այսպես է, աշխարհակաղակական իրավիճակը այնպիսին է, Ռուսաստանը ինքը տոքսիկ երկիր է դարձել, շտորիվ իր քայլերի, Ուկրաինայում, որ կան կենտրոններ, որոնք ցանկանում են Ռուսաստանին դուրս մղել Հարավային Կովկասից։ Հայաստանը փոքր երկիր է, նա չի կարող մրցել այդ կենտրոնների հետ, առավել ևս, որ Ռուսաստանը փոխել է իր դաշնակցին, չէ՞ թաքցնում։ Եվ նշում է, որ Հայաստանն էլ Ադրբեջանն էլ մեզ համար հավասարազոր են եւ կարեւոր են։ Նույնիսկ ինձ թվում է Ադրբեջանը ըստ իրենց հայտարարությունների ավելի շատ Հայաստանը ստիպված է փրկվելու նպատակով, այսպես մի փոքր պարզ ասեմ, բոլոր կենտրոնների հետ շփվել, բայց Նիկոլ Փաշինյանը այնպեսի զգայուն հարցեր, ինչպիսին է ԵՏՄ-ն կամ բազայի դուրս հանելը Հայաստանից 102-րդ ռազմաբազայի անդամ փորձում է հետաձգել։ Այլ քայլ դրական Ռուսաստանի ուղղությամբ Հայաստանը չի կարող անել։ Այլ հարց է, որ ռուսական պրոքսի գործիքները Հայաստանում շատ ցածր հեղինակություն ունեն, դա եկեղեցուն էլ է վերաբերում, ցավով եմ ասում, ոչ թե եկեղեցուն, այլ եկեղեցու վերնախավին, որովհետև իրենք հեղինակազրկված են եւ Ռուսաստանը ինչքան էլ ուրեմն վճարի փափուկ ուժի դիմաց, տեսանք ՌՊԿ-ում այդ հետաքննությունը, դա չի կարող ասնել հայ ժողովրդի տեսակետի վրա։ Դրա համար Ռուսաստանը Փաշինյանի հետ էլ է փորձում հարաբերություններ չխզել, հասկանալով, որ ռուսական այլընտրանքը այստեղ չունի հեղինակություն։ Հիմա ամփոփենք այս իրողությունների ֆոնին ներքաղաքական խնդիրներով եկեղեցու այդ վերնախավի փոփոխության հարցը Փաշինյանը այս ամենի ֆոնին պահում է օրակարգում, մյուս կողմից թմբուկ է զարկում եւ պարգևավճարներ են ստանում նախարարները մեծ չափով։ Իհարկե պաշտոնական բացատրությունը կա, բայց ամեն դեպքում ինչով է զբաղված արդյոք այս պատկերը, որը կա, թե պարգևավճարների հետ կապված, թե այդ անհոգության մթնոլորտը, որը փորձում են ստեղծել, համահունչ է մեր իրականությանը, մեզ շրջապատող ռիսկերին ու մարտահրավերներին։ Ես կարող եմ նշել, որ Ռուսաստանը եկեղեցու հետ կապված ինստիտուտը Շվեդիայում էլ է օգտագործում, թվում է թե հեռու է, 2 օր առաջ խոսեցին, որ եկեղեցու սպասավորները ռուս, ակտիվ կապի մեջ են ԳՌՈ-ի հետ եւ տվյալներ են փոխանցում, այսինքն այստեղ ոչ միայն Հայաստանի խնդիրն է, բոլոր երկրներում Ռուսաստանը իր եկեղեցին ուղղափառ, Հայաստանում էլ հայ առաքելական եկեղեցին ցավալիորեն օգտագործում է իր շահերի լոբինգի նպատակով։ Ես մնում եմ մի տեսակետին, որ արագ չի հեռանալու Գարեգին Երկրորդն, նա չի կարող հեռանալ, ցանկանալ, բայց չի կարող։ Նիկոլ Փաշինյանը չի էլ ցանկանում, որ նա արագ հեռանա մինչև ընտրություն, որովհետև իմ կարծիքով ընտրությունների գլխավոր լոզունգներից մեկը հենց փրկենք մեր եկեղեցին, կմտածեն։ Իհարկե ես չեմ ասում, որ Գարեգին Երկրորդը օբյեկտիվ է եւ պիտի մնա կաթողիկոսից, խոսում եմ, թե իշխանությունը ինչ լոզունգներ է փորձելու կիրառել։ Ինչ վերաբերում է պարգևավճարներին, ես միանշանակ դուք քննադատել եմ, այսինքն աշխատավարձը բարձրացվել է նախարարների, հենց բարձրացվել է կոռուպցիա թույլ չտալու նպատակով, կամ ինչ անշանակում կոռուպցիա չեն կոզում, որ նախարարները կոռուպցիայով զբաղվեն, թիմի անդամ են, կասկածում եք, որ ձեր թիմի անդամները ցանկանում են կոռուպցիայով զբաղվել, սովորական պետական աշխատողների ծառայողների մասին չի խոսքը, նախարարի մասին է խոսքը։ Այո, նախարար, փոխնախարարներ, վարչության։ Իհարկե շատ բացասական եմ սա համարում, այն էլ այն լուրջ
ուրեմն տնտեսական խնդիրների պարագայում, որ մեզ կարող են սպասվել եւ դեռ սպասվում են, որովհետեւ տեսնում ենք աշխարհը մաքսատուրքերի ժամանակաշրջան է թևակողում։ Ես նաեւ կարող եմ խոսել արդարադատության իրականացման վերաբերյալ ողջամիտ ժամկետներում, ընդհանրապես համար 98 որոշում կա դատարանների նախագահների խորհրդի, պետք է գործերը քննվեն եւ կայացվի դատական ակտ վճիռ։ Չի կարելի 8 տարի մի հոգու բերել դատարան եւ տանել տուն։ Սա արդեն գոնե ինձ համար ակնհայտ ցույց է տալիս, որ նպատակ չկա իրականացնել Հայաստանում արդարադատություն, վերադարձնել միլիարդներ, էլի նստաշրջանը սկսել է, վերնագրերը դե թերթում եմ, նույն լոզունգներն է, դուք թալանչի եք, կարծես ընդդիմությունը խոսի ընդդիմության հետ։ Բոլոր լծակները կա, ԲԴԽ-ն կա, գլխավոր դատախազը պարգևաճր ստացած տիկին նախարարը կա արդարադատության, բայց կամ վաղեմության ժամկետի հիմքով գործեր են բերում, որ պարզ է որ պիտի պարտվեն, նույն Սերժ Սարգսյանի հետ կապված անցել է վաղեմության ժամկետը, կամ էլ այնքան են տանում բերում ներողություն, որ 8 տարի է մենք խոսում ենք նույն մարդկանց մասին, այ որ իրենք հարմար են եւ գոյաբանական սպառնալիք չեն հանդիսանում Նիկոլ Փաշինյանը, կարծում նույնիսկ արդեն իրենք էլ չեն թաքցնում իշխանությունները։ Եվ մեկ շատ կարճ հարց Տիկին Դալաքյան, տևական ժամանակ մեր այդ ներքաղաքական վերլուծություններում շեշտվել է, որ Նիկոլ Փաշինյանը կարողանում է շատ լավ զգալ հանրային տրամադրությունները, հանրային պահանջը եւ դրա վրա խաղալ, կառուցել թեզեր մատուցել։ Հիմա ասել, որ Փաշինյանը հիմա էլ այս պահի դրությամբ էլ զգում է հանրային տրամադրությունները, հանրային պահանջարկը, թե ներքաղաքական խնդիրների առումով, թե արտաքին քաղաքական։ Նիկոլ Փաշինյանը միամիտ ներողություն ազնվորություն չի շատ հաճախ որ փորձում են նրան թերակնահատել, կարծում նա խորամանկ է նույնիսկ Հայաստանի նախկին բոլոր ղեկավարներից, գուցե Սերժ Սարգսյանի հետ կարող է մի փոքր համեմատել, բայց նա կարողանում է խաղալ եւ արտաքին ասպարեզում եւ ներքին իրեն ձեռնտու ֆիգուրներով, բայց գիտեք, միշտ չի որ բոլոր օրենքները ենթարկվում են քո խաղին, այսինքն միջազգային ասպարեզում վտանգները Նիկոլ Փաշինյանի խաղի մեջ չեն կարող տեղավորվել։ Նիկոլ Փաշինյանը ինքը չգիտի, այսօր Տրամպն էլ չգիտի, վաղը ինչ կլինի աշխարհում։ Ես նշեցի, այսինքն ինչ էլ նա զգա, ինչ էլ մտածի, իդեպ Հայաստանի ոչ մի ղեկավար այս պահին ով էլ լիներ չէր կարող բոլոր ռիսկերը հաշվարկել։ Էնպես որ գուցե այո ներքաղաքական առումով Ռուսաստանի հետ հարաբերությամբ նա խորամանկություն է դրսևորում, բայց այն որ պետք է ունենալ ռազմավարություն երկարատև, պետք է թիմում լինեն մարդիկ, որոնք ինքնուրույն տեսակետ են արտահայտում, ոչ թե ամբողջը մեկ հոգու վրա է կենտրոնացած, դա վնաս է հենց Նիկոլ Փաշինյանի, որովհետև այդպիսի կառավարման ժամանակ նույնիսկ եթե վունդերկինդ է վարչապետը, մի հոգին այլ է, մի քանի հոգին թիմը այլ է, չի կարելի միայն քո սեփական կարծիքը լսել եւ չթողնել, որպեսզի ուրեմն այսպես brainstorming արտահայտություն կա, չէ, կարծիքների փոխանակում տեղի ունենա։ Ես կարծում եմ, սա լուրջ խնդիր է Հայաստանի համար եւ այդ ոսմե տեխնոկրատների կառավարություն։ Մենք ունենք շատ լուրջ մասնագետներ նույն տնտեսության ոլորտում, արտաքին հարաբերության ոլորտում եւ եթե նույնիսկ իրենք դեմ գնան կառավարության ինչ որ քայլերին, ես կարծում դա ավելի շատ օգուտ է Հայաստանին եւ ինչու՞ չէ նաեւ Փաշինյանի թիմին, քան թե վնաս, բայց ես չեմ տեսնում, որ Նիկոլ Փաշինյանը կգնա այդ ճանապարհով։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։ Մեզ դիտողներին հիշեցնեմ, որ զրուցում էի Միտք վերլուծական հետազոտական կենտրոնի ղեկավար քաղաքագետ Լիլիթ Դալաքյանի հետ։ Մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաև այդ հարթակում աջակցել մեզ էկրանին երևացող QR կոդով։